Գլխավոր հարցը դա խաղաղության հաստատման հարցն է։ Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, անվտանգություն։ Եվ սա հասկանալով Հայաստանի ներկա իշխանությունները հայտարարել են խաղաղությունը իրենց գլխավոր կարգախոսը։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը Հայաստանին բերել է խաղաղություն։ Հիմա եկեք քննարկենք որն են այն փաստարկները, որով նա հիմնավորում է իր այս ասածը։ Իրականում Նիկոլ Փաշինյանը բերում է 4 փաստարկ։ Փաստարկ առաջին՝ 1.5 տարի չեն կրակում, ոչ ոք չի զոհվում, կարող ենք վայելել խաղաղությունը։ Երկրորդ փաստարկը՝ Սահմանազատման հանձնաժողովի մասին արձանագրությունը, որը հղում է կատարում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Իբր այդ սահմանազատման մասին այդ արձանագրությունը լուծում է սահմանազատման հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև 91 թվականի սահմաններով։ Երրորդ նրա փաստարկն է խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Չորրորդը այն է, որ ըստ TRIP-ի, այսպես կոչված 2025 թվականի օգոստոսի 8-ի եւ 2026 թվականի հունվարի 14-ի հուշագրերի մենք մտել ենք մի գործընթացի մեջ, որը արդեն մեզ տանում է դեպի երաշխավորված խաղաղություն։ Հինգերորդ փաստարկը դա այն է, որ արդեն բենզին եւ ցորեն է մատակարարվում Ադրբեջանի տարածքով։ Այս ամենը Փաշինյանը ներկայացնում է որպես ապացույց, որ մենք այլևս գտնվում ենք խաղաղության մեջ եւ որ հայ ժողովուրդը պետք է քվեարկի իր օգտին, որ եթե ուզում է այդ խաղաղությունը ունենալ։ Ես ուզում եմ մեկ առ մեկ անդրադառնալ այդ բոլոր փաստարկներին։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է, որովհետև ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի խաբում է, ասելով ժողովրդին, որ նա հաստատել է խաղաղություն։